Նացիստական Գերմանիայի թիկունքի ահ ու սարսափ, ստվերում գտնվող անտեսանելի զորք, որի հարվածները որքան անկանխատեսել էին, նույնքան կործանարար էին։ Նրանք պարտիզաններն էին։ Նրանց եղբայրությունը կնքվում էր արյամբ, ամրապնդվում անսասան հավատարմությամբ։ Խորհրդային պարտիզանական շարժումը միայն զինված պայքար չէր։ Դա ազգային դիմադրության դրսևորում էր, որտեղ յուրաքանչյուր պարտիզան իր կյանքը նվիրում էր հայրենիքի ազատագրմանը։ Օկուպացված տարածքների հազարավոր բնակիչներ միացան պարտիզանական շարժմանը պայքարելու նացիստական զորքերի դեմ։ Նրանց խիզախությունն ու համակարգված գործողությունները ոչ միայն թուլացրին թշնամու ուժերը, այլև վճռորոշ ազդեցություն ունեցան հայրենական մեծ պատերազմի ամբողջ ընթացքի վրա։ Հակառակորդի կողմից գրավված տարածքներում անհրաժեշտ է կազմավորել պարտիզանական ջոկատներ եւ դիվերսիոն խմբեր, թշնամու բանակի զորամասերի դեմ պայքարելու, կամուրջներ պայթեցնելու, երկաթուղային գծերը, հեռախոսային եւ հեռագրական կապերը խաթարելու, անտառները եւ պահեստները հրկիզելու համար։ Զավթված տարածքներում հակառակորդի համար ստեղծել անտանելի պայմաններ, հետապնդել եւ խաթարել նրանց բոլոր գործողությունները։ Հենց այսպես էր հնչում 1941 թվականի հուլիսի 3-ին Սովետական միության առաջնորդի ժողովրդին նողված կոչը։ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում ստեղծվեց հատուկ խումբ պարտիզանական պայքար կազմակերպելու համար։ Օմսբոն մոտոհրաձգային առաջին բրիգադում հավաքագրվել էին խորհրդային լավագույն մարզիկները։ Օմսբոնը հիմք դարձավ դիվերսիոն խմբերի համար, որոնք ուղարկվեցին թշնամու թիկունք։ Պարտիզանների մարտական գործունեությունը կոորդինացնելու եւ սովետական բանակի զորամասերի հետ փոխգործողությունները կազմակերպելու եւ ապահովելու նպատակով 1942 թվականի մայիսի 30-ին Գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանին կից ստեղծվեց պարտիզանական շարժման կենտրոնական շտաբը, որը գործեց մինչեւ 1944 թվականի սկիզբը։ Արձագանքեցին առհասարակ բոլոր խորհրդային 15 երկրները, դա պայմանավորված էր իհարկե առաջի հերթին ընդհանուր հայրենիքի պաշտպանության գաղափարի հետ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նացիստական ուժերի հաջողությունները Եվրոպայում մեծ մտավախություն էր առաջացրել խորհրդային երկրների ժողովուրդների համար եւ խորհրդային ժողովուրդները փորձում էին թույլ չտալ խորհրդային միությունում կատարվի այն, ինչ կատարվել է Եվրոպայում, եւ նրանց ակտիվ մասնակցությունը կամավորագրվելով, զորակոչվելով, ինչու՞ չէ նաեւ թիկունքի աշխատանքները, այդ թվում նաեւ պարտիզանական աշխատանքների մեջ ներգրավելով պայմանավորված էր խափանելու նացիստական ուժերի հաղթանակները խորհրդային միության հանդեպ։ Օրեցօր էին պարտիզանների եւ ընդհատակայինների շարքերը։ Օկուպացված շրջանների բնակչության մեծ մասը կամ անմիջապես գտնվում էր պարտիզանական ջոկատներում, կամ էլ աջակցում էր ընդհատակյա հակաֆաշիստական պայքարին։ Բանվորներ, գյուղացիներ, մտավորականներ, տարբեր տարիքի եւ ազգային պատկանելիության մարդիկ միացան պարտիզանական շարժմանը։ Պարտիզանների շարքերում էին նաև անչափահասները, դպրոցական տարիքի տղաներն ու աղջիկները։ Նրանք հետախուզություն էին իրականացնում, բրիգադներին սնունդ ու ջուր մատակարարում, կռվում մարտերում, տանկեր պայթեցնում։ Նրանցից շատերը մահացան եւ հետմահու պարգևատրվեցին խորհրդային միության հերոսի կոչումով։ 1943 թվականի ամռանը ռազմաճակատում Կարմիր բանակի տարած նշանավոր հաղթանակների պատերազմի ընթացքի մեջ արմատական բեկման շրջանում թշնամու թիկունքում պայքարող պարտիզանների շարքերում ընդգրկված է եղել 1 միլիոնից ավելի մարդ։ Պարտիզանական ջոկատ ընկրկվող յուրաքանչյուր մարդ հայրենիքին հավատարմության երթում էր տալիս, որը նշանավորում էր սեփական անվտանգությունն ու կյանքը զոհաբերելու պատրաստակամությունը։ Պարտիզանական շարժումը դարձավ ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական պայքար, որտեղ ամենափոքրիկ հաջողությունն անգամ ամրապնդում էր ժողովրդի հավատը, որ հաղթանակը հնարավոր է։ Նրանց գործողությունները ապացուցում էին, որ յուրաքանչյուրը կարող է կռվել հայրենիքի պաշտպանության համար։
Պարտիզանների շարքերում էին համարձակ, գաղափարապես կայուն, քաղաքականապես պատրաստ մասնագետներ, սպայական բարձր կոչում ունեցող հազարավոր կադրային զինվորականներ, քաղաշխատողներ, կուսակցական ու պետական ղեկավար գործիչներ, ինչպես նաև Կարմիր բանակի զինվորներից կազմված ջոկատներ և բրիգադներ։ Պարտիզանական ուժերի շարքերում, խմբերի շարքերում մի մասը հանդիսանում էին ռազմագերիներ, այսինքն Կարմիր բանակի շարքերում ծառայող զինվորները, ովքեր գերեվարվել էին նացիստների կողմից, հետևաբար նրանք երբ թիկունքում աշխատում էին, իհարկե համագործակցությունը առաջին հերթին Կարմիր բանակի հետ էր, նրանք մինչև գերության մեջ հայտնվելը Կարմիր բանակի շարքերից էին, որպես զինվորականներ, զինվորներ, սպաներ, զինվորական գործին տեղյակ լինելով հանդերձ, նրանք կարողանում էին այսպես այն աշխատանքները կազմակերպել, այնպիսի աշխատանքներ կատարել, որը պետք էր կոնկրետ բանակին։ Պարտիզանական շարժմանն իրենց զգալի ներդրում ունեցան նաև ռազմագերիները, որոնց հաջողվել էր փախչել գերությունից և միանալ թշնամու թիկունքում մարտնչող խորհրդային պարտիզաններին։ Յուրաքանչյուր զինվոր գիտակցում էր, որ փրկվելով գերությունից և մահից հնարավորություն է ստացել նորից զենք վերցնել և կանգնել խորհրդային հայրենիքի պաշտպանների շարքում։ Նացիստական Գերմանիա շատ լավ հասկանում էր, որ այն զինվորները Կարմիր բանակից, որոնք հայտնվել են իր ճամբարներում, գերության ճամբարներում, որոնց ենթարկվում էր խոշտանգումների, սովի էր մատնում, եթե նրանց հաջողվում էր փախչել կամ այսպես հայտնվել Կարմիր բանակի շարքերում կամ առանձին պարտիզանական ջոկատի շարքերում, նրանք առաջին հերթին նաև վրեժխնդրություն պետք է, վրեժխնդրության պետք է պայքարեն նացիստների դեմ, որովհետև բացի հայրենասիրությունից նրանք բավականին մեծ հավատացումների էին ենթարկվել ճամբարներում գտնվելու ժամանակ։ Հետևաբար նրանք նաև պարտիզանների ուժը, պարտիզանների կողմից այսպես պայքարը շատ լավ զգում էին եւ այստեղ տեսնում ենք, որ նրանք բավականին լուրջ էին վերաբերվում այդ ուժերի հանդեպ։ Պարտիզանական պայքարում կարևոր տեղ էր գրավում հետախուզությունը։ Պարտիզաններն ու ընդհատակայինները հավաքում էին տեղեկություններ թշնամու զորամասերի, միավորումների, շտաբների ու հիմնարկների, տեղափոխվող բեռների, զորքերի վերախմբավորումների և ուղղությունների վերաբերյալ։ Պարտիզանները ջախջախում էին ֆաշիստական զորքերի կենդանի ուժն ու տեխնիկան, ավերում էին հաղորդակցության հանգույցները, խափանում զորքի ու զենքի փոխադրումը։ Հատկապես պատերազմի բեկման շրջանում պարտիզանները ռազմարշավների և ռելսայի պատերազմի մարտավարության շնորհիվ խորտակիչ հարվածներ հասցրին թշնամուն։ Երկաթուղային պատերազմ, ռազմական գործողություն, որը տապալեց ֆաշիստական Գերմանիայի ծրագրերը և դարձավ հայրենական մեծ պատերազմի տարերգության պայծառ էջերից մեկը։ Ռազմական նշանակության գործողություն, որն արտացոլում էր պարտիզանական շարժման հերոսականությունն ու կազմակերպվածությունը։ Երկաթուղային պատերազմի մասնակցեցին շուրջ 100,000 պարտիզաններ, հակառակորդին պատճառելով ահռելի վնասներ։ Այս գործողության ընթացքում պայթեցվեցին տասնյակ հազարավոր երկաթուղային ռելսեր, ավելի քան 1000 գնացք դուրս եկավ ռելսերից, ավերվեցին 72 երկաթուղային կամուրջներ, սպանվեցին 30,000 գերմանացի զինվորներ և սպաներ։ Գերեվարված զինվորները հանձնվեցին սովետական հետախուզությանը Գերմանիայի հետագա ծրագրերի մասին տեղեկանալու համար։ Պարտիզանների հաջորդ խոշոր հաջողությունը Բագրատիոն գործողությունն էր։ 1944 թվականի հունիսի 23-ից օգոստոսի 29-ը խորհրդային լայնածավալ հարձակումը, որը հանգեցրեց Վերմախտի բանակային խմբավորման կենտրոնի պարտությանը։ Գործողության ընթացքում պարտիզանները կարողացել են ամբողջությամբ անջատել երկաթուղային գլխավոր գծերը և կաթվածահար անել թշնամու փոխադրամիջոցները բոլոր ուղղություններով։ Պատերազմի ընթացքում պարտիզանները խորտակեցին թշնամու ավելի քան 20,000 էշելոն, պայթեցրին 58 զրահագնացք, շարքից հանեցին ավելի քան 10,000 շոգեքարշ, 110,000 վագոն, պայթեցրին 12,000 կամուրջ, ոչնչացրին 50,000-ից ավելի ավտոմեքենա։ Թշնամու թիկունքում ընդհատակյա հակաֆաշիստական պայքարի ու պարտիզանական շարժման մեջ սովետական բոլոր ժողովուրդների զավակների հետ միասին իրենց ավանդը ներդրեցին նաև հայ ժողովրդի զավակները։
Մեծ թվով հայ պարտիզաններ ակտիվորեն մարտնչեցին Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մերձբալթիկայում, Լենինգրադում, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված մյուս երկրներում։ Հայ պարտիզանների մի մասը նախկին ռազմագերիներ էին։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում նրանք ընդգրկվել էին սովետական ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպություններում։ Փախչելով ճամբարներից ռազմագերիները միանում էին Կարմիր բանակի զորամասերին կամ պարտիզանական ջոկատներին։ Ձևավորվում են խմբեր, որոնք կազմված են միայն հայերից։ Կարելի է առանձնացնել Ուկրաինայում հաղթանակ խումբը, պարտիզանական խումբը, որը սկզբնական շրջանում ուներ մոտ 100 անդամ, հետագայում նրանց թիվը սկսեց մեծանալ։ Կարող ենք առանձնացնել ամենախոշոր պարտիզանական հայկական ջոկատը խումբը, դա Միկոյանի անվան ջոկատն էր, որը սկզբնական փուլում ունեցավ մոտ 250 անդամ, իսկ հետագայում արդեն նրանց թիվը սկսեց մեծանալ։ Եթե այսպես թվերով առանձնացնենք, միայն Բելառուսիայում եւ Ուկրաինայում հայ պարտիզանների թիվը հասնում էր մինչև 2000-ի, Ղրիմում եւ Կովկասում նրանց թիվը հասնում էր մինչև 500-ի։ Տասնյակ հայ պարտիզաններ կային Սովետական միության կրկնակի հերոս Սերգեյ Հարությունյանի Կովպակի պարտիզանական միավորման կազմում։ Նրանք մասնակցեցին բազմաթիվ մարտերի, այդ թվում 1943 թվականի Կարպատյան հայտնի արշավին։ Գեներալ Նաումովի պարտիզանական ստորաբաժանման կազմում Անաստաս Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը հայկական ամենախոշոր պարտիզանական ստորաբաժանումն էր։ Հրամանատարն էր լեյտենանտ Արամայիս Հովսեփյանը։ Միկոյանի անվան ջոկատը 7 ամսվա համառ կռիվների ընթացքում միավորման շարքերում անցնում է ավելի քան 2000 կիլոմետր մարտական ուղի, մասնակցում բազմաթիվ մարտերի, ոչնչացնում թշնամու 800 զինվոր ու սպա, խորտակում ռազմական մի քանի գնացք, պայթեցնում կամուրջներ, գրավում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Միկոյանի անվան ջոկատի հետ են կապված հեծելազորային միավորման հերոսական շատ էջեր։ Ջոկատը ծանր մարտերում ռազմարշավների ժամանակ չքանդվեց, չնահանջեց առանց հրամանի, ամենուրեք Միկոյանի մարտիկներն ու հրամանատարները արիություն ու տոկոնություն են դրսևորել։ Այսպես է բնութագրել Միկոյանի անվան պարտիզանական ջոկատի մարտական գործողությունները Սովետական միության հերոս գեներալ-մայոր Նաումովը։ Ղրիմի պարտիզանական ջոկատների հյուսիսային միավորման շտաբի պետն էր կապիտան Գրիգոր Սարգսյանը։ Այդ միավորումը մասնակցեց Սիմֆերոպոլի ազատագրմանը։ Սիմֆերոպոլի ընդհատակի ակտիվ անդամներից էր Հրանուշ Մխիթարյանը։ Արհամարելով մահը օկուպացիայի ժամանակ նա հակաֆաշիստական թերթիկներ էր տարածում բնակչության մեջ, ռազմամթերք էր փոխադրում պարտիզաններին եւ մասնակցում թշնամու թիկունքի քայքայման գործերին։ Հայ պարտիզանները ակտիվորեն մասնակցեցին նաեւ Բելառուսի ազատագրմանը։ Բրեստի շրջանում գործող պարտիզանական բրիգադի հրամանատարն էր Սմբատ Արզումանյանը։ Իր պարտիզանների հետ նա բազմաթիվ մարտերի մասնակցեց, թշնամուն պատճառելով մարդկային եւ նյութական մեծ վնասներ, որի համար պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Բելառուսում լեգենդար հերոսի համբավ էր վայելում Խաչիկ Մաթևոսյանը։ Նրա ղեկավարած Չապաևի անվան պարտիզանական բրիգադը, որի կազմում կար ավելի քան 700 ռազմիկ, Բրեստի, Մինսկի եւ այլ մարզերում խորտակել էր թշնամու 46 գնացք, պայթեցրել 61 կամուրջ, ոչնչացրել 35 ավտոմեքենա, վնասել մի քանի հազար կիլոմետր երկաթուղագիծ, ոչնչացրել եւ գերի վերցրել ավելի քան 1600 ֆաշիստական զինվոր ու սպա։ Սովետական հայրենիքի մեծ ծառայություն մատուցեցին թշնամու թիկունքում գործող հակահետախուզության սովետական աննկուն ասպետները, նրանց մեջ քիչ չէին նաև հայ ժողովրդի զավակները։ Հայ հետախուզները կանխարգելեցին 43 թվականի Թեհրանում 3 առաջնորդների Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հանդիպումը, որը պետք էր տեղի ունենա, պատրաստվում էր նացիստական ուժերը պատրաստվում էին նրանց ահաբեկչություն կազմակերպելու նրանց հանդեպ, այո, եւ հայ հետախուզները նախորդ տեղեկացված լինելով դրա մասին կարողանում են կանխել նրանց սպանությունները։ Սա փաստորեն հայ հետախուզների գործունեության արդյունք էր։
Գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված շրջաններում սովետական պարտիզանների հերոսական պայքարի իր ծավալով, քաղաքական եւ ռազմական արդյունքով ֆաշիզմի ջախջախման կարևոր ռազմաքաղաքական գործոններից է։ Պարտիզանների եւ ընդհատակայինների գործունեությունը, որն ունեցավ պատմության մեջ մինչ այդ չտեսնված ծավալ ու արդյունավետություն, բարձր են գնահատել կոմկուսակցությունը եւ սովետական կառավարությունը։ Ավելի քան 127,000 պարտիզան պարգևատրվել է հայրենական պատերազմի պարտիզանի առաջին եւ երկրորդ աստիճան մեդալներով, 184,000-ից ավելի պարտիզան ու ընդհատակային պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, 248 մարդ արժանացել է Սովետական միության հերոսի կոչման։ Заставили за родину вперед. 18 տարին բոլորած Աղվան Պողոսյանը նոր էր զորակոչվել սովետական բանակ, երբ սկսվեց պատերազմը։ 6 ամսում հազիվ հասցրել էր ծանոթանալ ծառայության պայմաններին ու զինվորական առօրյային։ Ես եմ վաղտը, որ տարան 441 стрелковый полком Украина, 116 стрелковой дивизии Одесский военный округ. Մեր մնացած տեղը ցես կիպ գալիս այնտեղ Սևծովի ափը, Տերնովկա այդտեղ լագերում էինք, այդտեղից մերին լապ ծովի ափը, Սևծովի ու տրիներովկա են անում, մենք պիտի որպես սալդատներ ինքներս ճաշ պատրաստեի բանանենք են բաներից տվին, ոչ ընդեղ ասենք այդ մոմենտի կրակ կա, ոչ բան կա, ինքդ պետի ճար անես, կրակն էլ անես, ճաշն էլ անես այդ բարերի, այդ օրը մնացինք, քնանք, արդեն քշերվա կեսներ, տրիվոգը տվին, թե պատերազմը։ Հիտլերը հարձակվել է սովետական միության վրա, 41 թվին, քշերվա ժամի 4-ին հարձակվան մեր վրա, սովետի վրա։ Խառնվել էինք իրար այն մարդ, նեմեցի մարդիկ են մերոնք են արդեն, նրանք պլենի են վերցնում, բան են անում, եսի ռուշնոյ պուլիմետով դրանց վրա կրակում եմ, նրանք եկել են տանկաներով շրջապատել են մեզի բան, կոմանդը տվին դիմադրել, հասանք Դնեպրոպետրովսկ, այդտեղ Դնեպր գերն էր անցնում, Պանտոնի մոստը գցած վրեն, գեներալներն են կողմը կայնած, ասում էին товарищ Сталин приказал город не сдавать. Ապագա կնոջ լուսանկարը միշտ կողքին էր պահում։ Այն նրա համար այլևս պարզապես լուսանկար չէր, այլ պատկեր, որը կապված էր ապագայի, սիրո ու խաղաղության հետ։ Իմ կնոջ հետ տենց քուրես ծանոթ, քուրես էր, այդ աղջկան, որ ես պրիմետ երել, որ պետք ուզեմ, արդեն ինքը գալիս է մեր տունը գնում, ես հոտեղ չեմ, ես իմ դալևասող, ես իմ որտեղ եմ, բան էդ, Ուկրաինա, այդ աղջին էլ գալիս է գնում է սալդատներին, դենտեղ ոնց որ ասենք, Տերերևի նման բանել է, նամակ եկե
բացում ենք, это что такое, ասում ենք, այս աղջիկը։ Առ այսօր Աղվան Պողոսյանը մեծ խանդավառությամբ է հիշում այն օրը, երբ հայտարարվեց մեծ հայրենականի ավարտի եւ հաղթանակի մասին։ Սովորական զինվորները, այդ թվում նա, հասկանում էին, որ այն ինչին հասել էին, վեր է ամեն ինչից, հաղթանակ, որը ոչ միայն ռազմի դաշտում էր, այլ նաեւ յուրաքանչյուրի հոգում։ Հաղթանակը որ տարան, արդեն կրակոցները որ տալի բան էին անում, սալդատները սկսում էին կրակելոտ էին, կրակում ուրախացել էին, բան, հետո ընդեղ հետպես էր, ես իմ այդ դիվիզիան ես իմ որտեղ էնել է կրակում, տվել ես կրակում, այդ ձևի ուրախություն էր, թե ոնց սաղ մնացին։ Խորհրդային պարտիզանական շարժումը արժանապատվության ու ազատության պայքարի, համարձակության ու անձնվիրության մասին է։ Ցուցաբերելով վճռականություն եւ աննկուն կամք, նրանք միացան հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միասնական ուժով հնարավոր է դիմադրել թշնամուն։ Հերոսների սխրանքները չեն մոռացվում, եւ նրանց կերտած հաղթանակը պետք է լինի առաջնորդող լույս, նոր փառահեղ հաղթանակների համար։ Պատմության այս էջերը սրբագրված են մեր հերոս նախնիների արյունով եւ հենց մենք ենք նրանց ազատատենչ ու մարտնչող ոգու ժառանգորդները։ Հիշենք եւ արժևորենք նրանց սխրանքները հաղթանակի ժամանակով կրկին անցնելու համար։ Նախագիծն իրականացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։